Շնորհակալ եմ շատ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ անդրադառնամ կոնկրետ այսօր հնչած որոշ ելույթներին, նախ ուզում եմ շնորհավորել նոր падգամավորներին, իրենց նաև առաջին ելույթների համար, որովհետև այսօր կարծես իրար հետևից, այսպես ասած, նոր ընտրված падգամավորները իրենց առաջին ելույթներն են ունենում եւ պետք է նշեմ, որ բավականին հետաքրքիր տենդենս նկատեցի, բոլորը կարծես այսպես պատասխանատվության, պատրաստակամության, աշխատելու այսպես պատրաստ լինելու մասին ու հավատարմության մասին էին խոսում։ Ես ուզում եմ ասել, սիրելիներս, ուղղակի պարտադիր էր, որ ընդհանրապես երթվեիք, կանգնեիք եւ արտասանեիք երթման տեսքը եւ այդպիսով հանձնառեիք ձեր պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ եւ իրոք ողջունելի եմ համարում, որ պատրաստակամ եք համայնքներում շրջելու եւ համայնքի խնդիրներին անդրադառնալու համար, բայց ավելի անկեղծ կլիներ օրինակ խնդիրների մասին խոսելիս կամ ասենք օրինակ վարչական ռեսուրսի մասին եք խոսում, թե այս համայնքում այս կամ այն աշխատանքն է իրականացնել, որը որ ներկայացնում եք օրինակ որպես վարչական ռեսուրս։ Մինչև այդ հարցնեք, լավ, ձեր համայնքում վերջին 5 տարում ինչքան աշխատանք է իրականացվել։ Կարող է արդիականացվել են օրինակ ոռոգման ջրի համակարգերը, խողովակաշարերը, դպրոցներ են կառուցվել, մանկապարտեզներ են կառուցվել, տանիքներ են այո համայնքի բյուջեով փոխվել եւ այդ ամեն ինչը գիտեք ինչպես է իրականացվում։ Իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալ համայնքի քաղաքացիների հարցման հետևանքով եւ այդ քաղաքացիները իրենք են բարձրաձայնում իրենց խնդիրները, որի հետևանքով կազմվում է առաջնահերթությունների ցանկ եւ համայնքի բյուջեի եւ պետության աջակցության միջոցով իրականացվում են աշխատանքները ըստ հերթականության։ Մենք այդ աշխատանքները կատարում ենք ու շարունակում ենք կատարել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո 2021 թվականի անմիջապես ընտրություններից հետո եւ դա դիտարկել որպես վարչական ռեսուրս կամ ինչ որ բան ընտրություններից առաջ, կարծում եմ միամտություն է, որովհետև անկեղծ լինենք, նման աշխատանքները երբեք էլ մեր կողմից չի դադարել եւ անձն աչքով էլ ովքեր որ առաջին անգամ են որևէ համայնք այցելում, դա կտեսնեն։ Ինձ վերաբերվում է օրինակ մեր մերձավոր հարազատներին կամ ինչպես ասում եք մերձավորներին, սիրելիներս 2021 թվականին էլ 2026 թվականին էլ մեզ մեծամասնությունը ընտրել է 730,000 քաղաքացի։ Հիմա այդ տրամաբանությամբ եթե առաջ գնանք, մենք ունենք կուսակցականներ, ունենք համակիրներ։ Այս տրամաբանությամբ եթե առաջ գնանք, պետք է լինի, որ ովքեր որ մեզ համախոհեն, երբեք որևէ տեղ որևէ աշխատանքի չպետք է անցնեն։ Բայց իրական տրամաբանությունն այն է, որ մենք աշխատում ենք այն ընթացքի վրա, որ ովքեր որ ունեն բարձրագույն կրթություն, ունեն տվյալ աշխատանքին համապատասխանելու ունակություններ, այդ մարդիկ զբաղեցնում են աշխատանքներ։ Եվ այո, մենք շարունակում ենք եւ մենք ինքներս էլ ենք շարունակում մեր վրա աշխատանքը եւ բնականաբար դա շատ նորմալ է եւ ոչ մի րոպե կանգ չի առնելու։ Եվ անդրադառնալով այսօրվա տեխնացուին, ես պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ քննարկեցինք, բացի այն գործառույթներից, որ տեխնացուն պետք է իրականացնի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 6-րդ հոդված։ Ես մինչև այսօր չեմ լսել որևէ բովանդակային մեկնաբանություն, թե օրինակ Հայկ Կոնջարյանը ինչի չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Ես խնդրում եմ բոլոր այն հայտարարությունները, որոնք այսուհետ իրականացնելու եք այստեղից, վերջում նշեք ինչով է դեմ Հայկ Կոնջարյանի տեխնացությունը այս 4 կետերին, որոնք որ առաջադրված են ազգային նախագահի տեղակալի պաշտոն ընտրվելու եւ գործառույթներ իրականացնելու համար։ Եվ ի վերջո միշտ մտքում ունեցեք ելույթ ունենալով, որ մենք հայփոստի տնօրեն չենք ընտրում։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։